Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում է երջանկության մեխանիկան։ Ես այնքան եմ ուրախանում, որ կան ընտանիքներ լավ, որակյալ, աշխատող եւ հետաքրքիր ընտանիքներ, որոնց ամեն անգամ անդրադառնալով ասես նոր կյանք եմ ապրում։ Իվ Սեն Լորանը պնդում էր, որ ամենակարևորը կնոջ հագուստի մեջ դա կինն է։ Այն կինն է, որը կրում է այդ հագուստը։ Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կարևոր է ընտանիքը, այն ընտանիքը, որն իրենով ձևավորում է հասարակությունը։ Ուստի ձեզ եմ ներկայացնում Ռոստոմյանների ընտանիքը եւ այս դեպքում սկսում բացառության կարգով ընտանիքի որդուց, որն էլ մեղավորն է այս ընտանիքի այսօր այստեղ ներկա գտնվելու փաստի։ Մեծ սիրով ձեզ եմ ներկայացնում իմ մասամ կոլեգա, երաժիշտ, մի քանի մասնագիտությունների տեր Էդգար Ռոստոմյանին, բարի երեկո։ Բարի երեկո։ Էդգար, եթե փորձեմ հիշել քո բոլոր մականունները, որ դու ունեիր, նու առաջինը գոնե։ Առաջինը այն ինչ որ դպրոցական տարիքից էր այսպես համահունչ գնում ինձ հետ, ասում էին Ռոստ, Ռոստոմյանի այսպես ավելի փոքր տարբերակ, այնուհետ երբ որ փոքր ինչ MC Ross, սկսեցի երաժշտական կարիերան MC Ross, այնուհետ արդեն պարզապես կամաց ավելի պարզացավ այդ ամենը եւ դարձավ Էդգար։ Դարձավ Էդգար, ես կասեի ավելի կոնկրետացավ այդ ամենը։ Ինչպես էր վերաբերում Էդգարի բոլոր մականուններին իր հայրը, կիմանանք հենց հիմա, ներկայացնեմ նրա հայրիկին, Էդուարդ Ռոստոմյանին, տանտիրոջը, ընտանիքի հորը, տնտեսագետ է, մասնագիտությամբ աշխատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում։ Բարի երեկո, պարոն Ռոստոմյան։ Ներկայացնեմ ձեր տիկնոջը, որը նրան կարելի է մեդալ տալ, շքանշան, որովհետեւ 39 տարի է, ինչ Էդգարի մայրը եւ պարոն Էդուարդի տիկին Մարինա Թադևոսյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթ համայնքի անձնագրային բաժնում, բայց 39 տարի է նա այս բաժնում աշխատում։ Բարի երեկո, տիկին Մարինա։ Բարի երեկո։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր այս դժվար, դաժան, մանավանդ տոնական հոգսերից հետո հազիվ մի քիչ հետ են գալիս այս օրերին, կարողացա գտնել ժամանակ եւ գալ։ Ներկայացնեմ Ռոստոմյանների ընտանիքի գեղեցկուհի դստերը, Ստելան եւ Սևակը, շատ հետաքրքիր կինոյական անուն է ձեր երկուսի անունը ստացվում։ Ստելան դուստր է մասնագիտությամբ լեզվաբան մանկավարժ, ամուսնացած է Սևակ Իսունցի հետ, Սևակը Ստելայի ամուսինը մասնագիտությամբ միջազգայնագետ, աշխատում է ՀՀ ավիացիայի համակարգում, նվագում է ջազ, նկարում է եւ իր զոքանչի պնդմամբ ունի յուրօրինակ հումորի զգացում։ Բարի երեկո, Սևակ։ Բարի երեկո։ Եվ բարի գալուստ բոլորիդ, նախ անդրադառնանք այն հետաքրքրող ինձ հարցին, որը կրծում է իմ ամբողջ էությունը։ Ինչու է Էդգարը գնացել երաժշտական ուղղությամբ, լինելով մասնագիտությամբ տնտեսագետ, չնայած հետո ավարտել է 7-ամյակը դաշնամուրում։ Պարոն Ռոստոմյան, այո, իհարկե։ Միջև տնտեսագետ դառնալը բավականին երկար ճանապարհ է անցել կայացման։ Երաժշտական նախնական կրթությունը այն ժամանակ գեղագիտական, այսպես ասենք, նախընտրել ենք իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը, ոչ թե նկարչություն կամ այլ, այդ գործերով զբաղվել է, երաժշտական դպրոց շատ հաջողությամբ ընդունվել է, քանի որ նրա մոտ արդեն իսկ փոքր ժամանակ ի հայտ էին գալիս երաժշտության նկատմամբ յուրահատուկ մոտեցում, ասեմ ձեզ, մի այսպիսի փոքր պատմություն էլ անեմ, մեր Էդգարը, քանի որ մենք պետական ծառայողներ ենք եղել ամբողջ կյանքում իմ տիկնոջ հետ միասին, ժամանակի խնդիր ենք ունեցել իրեն հետ զբաղվելու եւ մեծ մասամբ ինքը իմ զոքանչի տանն է մեծացել, այնտեղ հետաքրքիր մի փաստի հետո մենք իմացանք, արձանագրեցինք ամուսիններով, որ այդ իմ զոքանչը ինձ, ինչ ասեմ, արջի ծառայություն է մատուցել հետագայի համար, որ հետո մենք զգացինք այդ ծանրությունը, դե կին, որը հոգսերը ամբողջ ընտանիքի, քանի որ իր ամուսինն էլ էլի միլիցիայի աշխատող, в общем, էլի ընտանիք, այդ ամբողջ հոգսերը ուսերին չէր կարողանում ամեն րոպե զբաղվել տղայովս, եւ մի հատ տունը հին ռադիոընդունիչ ունեին վեվ, այս երեխայի այդ օրորոցի մեջ էր միշտ այդ վեվը, եւ Մայակ այդ ռադիոստանցիա կար, միշտ միացած էր, նա ուրեմն
որ լաց է լինում, փաստորեն երաժշտությունը փոխվում էր եւ սիմֆոնիա էր լսում եւ էստրադային եւ այդպես իրամոտ զարգացավ այդ փոքր ժամանակից, բայց ասեմ ձեզ ազնվորեն զոքանչս ինձ արժի ծառայություն մատուցեց, հետագայում կողմնորոշից դարավ այդ ամեն ինչը եւ բացարձակ այդ երևի լսողության ամեն ինչ որ արկա է։ Պարոն Ռոստոմյան, բայց ասում են մարդ, որը լսում է երաժշտություն շատ մանավանդ դասական, մարդ, որը գիտի եւ ունի կրթություն երաժշտական, չի կարող լինել վատ մարդ։ Դա ապացուցել են գիտնականները։ Համենայն դեպս խորհրդային տարիներին շատ ընդունված էր, չէ՞, երեխային տանել երաժշտական դպրոց։ Ես Մայրեդի մի եզրահանգում ձեզ ասեմ, շատ հետաքրքիր է բնութագրում նկարիչներին, որոնք կարողանում են մենք մեր էությամբ ապրում ենք, սիրում ենք, в общем, աչքերով։ Այդ աչքերի ընկալումը մոտ որ շատ ուժեղ է զարգացած, որ անշունչ շնչավոր առարկաները նրանք վերարտադրում են, հա, եւ դրան ավելացնենք ու շարունակենք այդ միտքը, ձեր ասածը ես լրացնեմ, որ մարդ ունի բացարձակ լսողություն կամ նուրբ լսողություն, որ զգում է եւ հոգին այդ երաժշտությամբ ամբողջը խառնվում է, դրանք յուրահատուկ մարդիկ են, որ մնացած մարդկանցից ավելի բարձր են կանգնած իրենց բարիությամբ, իրենց եւ չարությամբ, ինչի՞ չէ, երաժշտության մեջ, այդ սիմֆոնիաների մեջ, եթե դուք կարողանում եք զգալ երաժշտությունը, հասկանալ դա, արդեն այդ երևեջումները զգում ես ամբողջությամբ։ Այո, ամբողջությամբ ես զգում։ Եվ այդ մարդիկ նուրբ հոգի են ունենում, շատ ավելի կյանքը կամ իրենց շրջապատի անցուդարձը ավելի ուրիշ ձևով են անցալում խորությամբ եւ ես նաեւ այդ մարդկանց ինչ որտեղ ոչ թե խղճում եմ, այլ կարեկցում եմ։ Ինչ ճիշտ է։ Շնորհակալություն պարոն Ռոստոմյան, ես ասեմ, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են իրենց իրաց գործով, թերևս ամենից երջանիկ մարդիկ են այս կյանքում, եւ որքան էլ դժվար լինի Էդգարի համար իր ուղղությունը, ընտրած ուղղությունը առաջ տանել, միևնույնն է իմ կարծիքով դա իրեն զգում է շատ ինքնաբավ այս գործում։ Էդգար երաժշտական 7-ամյա դասական կրթությամբ հանդերձ հետաքրքիր է ինչը ձեզ դրտեց մանավանդ երբ ռադիոմայակով այն ժամանակ հաստատ էլեկտրոնային երաժշտություն չէր հնչում, լավ վատագույն դեպքում կարող էր ջազ լինել, չնայած այն ժամանակ էլի այդքան ընդունված չէր, հա, հիմնական դասական երաժշտություն, սիմֆոնիաներ եւ այլն, եւ հին ռոմանսներ։ Ինչպես եղավ անցումը դեպի էլեկտրոնային երաժշտություն եւ ընդհանրապես երաժշտական աշխարհմուտքը։ Ժամանակահատվածը իր յուրահատուկ կոնտրաստով, իր դրսևորմամբ այն ձգտում այն տարիներին բացահայտելու չբացահայտվածը, ձգտումը դեպի այն քաղաքակրթությունները, որոնք ունեն հետաքրքիր երաժշտական տեխնոլոգիաներ համաձուլելու առիթով եւ նաեւ ռադիոմայակի համար, որ ասում եք նույն հավանականությամբ նաեւ լսում էի մեր հանրային ռադիոն եւ նրա նույն դասական օբյեկտներն էր մեր անշուշտ շատ ռադիոհաղորդավարների ձայնը, նրանց կողմից մատուցած ստեղծագործությունները եւ դասական հիմքի վրա դրված արդեն այդ կրթությունը կարծես յուրահատուկ ենթագիտակցության մեջ տեղ էր հատկացրել եւ ճանապարհ հարթել, որպեսզի հետագայում կարողանայի ել ավելի այսպես զգացումով եւ նվիրումով շարունակել այն բովանդակությունը, որ արդեն ի սկզբանե ներդրված էր ինձ մեջ։ Իսկ երբ առաջին քայլերը, կոնկրետ պրակտիկ քայլերը երբ եղան։ Երբ որ առաջին անգամ սիրահարվեցի երևի։ Ամեն ինչ սկսվում է դրանից, ախ այդքան այք։ Եվ կարծում եմ շատ երևի 8-րդ, 7-րդ դասարան։ Դուք գիտեք, որ նա 8-րդ դասարանում սիրահարվել է, պարոն Ռոստոմյան։ Ոչ, ես ուրիշ բան կարող եմ ավելացնել, կներեք իհարկե, որ ասում եք առաջ անգամ երբ զուրացվեց դա, ուրեմն Էդգարը շատ չար է եղել, ձախլիկ էր եւ իր գործողությունները բավականին անկախատեսել էին, միշտ այդպիսի բաներ էին կնում, դժվարություններ դպրոցի հետ կապված, բայց միշտ ծնող էին կանչում, բայց սիրված չար էր, էդ էլ ասեմ դասատների կողմից, այդ սահմանը, այդ ռուբիկոնը չէր անցնում, էլի։ Մի անգամ տիկինը զանգեց, ասեց շտապ, ասեց երաժշտական դպրոց գնա, ծնող են կանչում։ Հասկացանք հանրակրթական դպրոցում ծնող կան, երաժշտական դպրոցում ինչի պիտի կանչեն։ Հապշտապ հասա տեղ շատ արժանահիշատակ այդ դասատուն երաժշտության Ժենյա Դավիդովնա Շուշանյան հրեա ազգության ինձ հենց դռների մոտ տեսավ, ասեց եկեք ասма տեսեք ձեր տղան ինչ ա արել։
տղասել դաշնամուրի կողքը կանգնած, ասում եմ, դե մտքիս մեջ ուզում եմ արդարացման ինչ որ բաներ փնտրել արդեն։ Բայց չգիտեք դեռ ինչ արել։ Չէ, դեռ չգիտեմ ինչ արել։ Ու ինքը արագ գնաց նստել դաշնամուրի մոտ, նոտան դրեց, մի հատ ճմորթված նոտաներ էին, այդ բանով խզբզված, ասաց լսեք։ Լսում եմ ու մի օկտավա էր ընդամենը, հիշում եմ, մի օկտավա, այդպես գրված, ու մի անգամ բանարեց, ես արդեն սևեռվեցի, երկրորդ անգամ նա նվագեց, ասես դուք տեսեք ինչա ձեր տղան գրել, գարնան զարթոնք, փաստորեն բաներով։ Կոմպոզիցիա էր արել։ Հա, կոմպոզիցիա, ու սենց հիացած ինքը, ես էլ ապշած։ Որ հաստիվ մի անգամ կանչել են լավ բան ասելու։ Տեսակ, որ երաժշտությունը ճիշտ բան է։ Հետաքրքիր է, այն ժամանակից փաստորեն նրա մոտ ի հայտ եկավ, հետո ինքը դեռ փոքր ժամանակ երգում էր։ Այն ժամանակ նոր էր այդ պրիմադոնա ռուսական հորիզոնում հայտնվել Պուգաչովայի երգերն էր։ Մի երգ շատ հետաքրքիր ինքը լավ հիշում էր, որտեվ երևակայությունը նրա այդ աստղային պատերազմներ, բան այդ տարիքի անձնավորությունը Զիմլա в иллюминаторе։ Այդ երգը նենց հոյակապ երգում էր ինքը առանձին։ Ուրեմն ինչ ասեմ, մենք ավելի շուտ ենք այդ նրա մոտ, իհարկե դա մենք դիտել ենք որպես, ասենք, մեր կողմից զուգահեռ հանրակրթական այդ կրթությանը նաև գեղագիտական դասերակցությունը, որ բոլոր մարդկանց մոտ էլ ցանկալի լինի, բացի իր հիմնական մասնագիտությունից, նաև դա, որտեղ ավելի տենց ազնվանման մարդ, տենց հագենում է նրա ներքնաշխարհը, ինչ ասեմ, շատ լավ բան է։ Լավ, Ստելա։ Ձերոնք նորմալ միշտ քաղաքացիական աշխատանքի, միշտ պետական այդ ձիգ դիրքորոշումը անգամ որ տանը չեն հասնում հասկանալ ով գնա ծնողական ժողով, որովհետև 9-ից 6-ը պարտադիր նստած են աշխատանքի։ Դուք լեզվաբան մանկավարժ, բարի, թերի, երաժշտություն ձեռով։ Ինչպես որոշեցիք դառնալ լեզվաբան մանկավարժ եւ Էդգարի ստեղծագործական ընթացքի առաջին դատավորը դուք եք, թե ուրիշին է վստահում։ Չէ, իհարկե առաջին դատավորը ես եմ, այսինքն ոչ միայն ես, այլ ընտանիքը, մեր ընտանիքը։ Այսինքն յուրաքանչյուր աշխատանք Էդգարը եթե կատարում է, փորձում է առաջինը մեր դատին հանձնել, հետո նոր արդեն հանրությանը։ Հետաքրքիր է, որ դուք որոշել եք այն բացը, որը երաժշտական առումով բաց է, որը ունեք ձեր մասնագիտական կյանքում, լրացրել եք ձեր ամուսնու երաժշտական մղումներով։ Սևակ, անդրադառնանք ձեր մասնագիտությանը։ Դուք քաղ ավիացիա, ես ուզում եմ հասկանալ զուգահեռները ավիացիայի, ջազի եւ նկարչության։ Ավիացիան ինքը այլ ոլորտ է, որը որ ընդհանրություններ չեմ կարողանում գտնել։ Ջազ երաժշտության, նկարչության այլ որոշ։ Մաքսիմում ասել ինքնաթիռի շարժիչների ձայները, եթե բերենք ընդհանուր Խաղաղության ավելի շատ երևի իմ երաժշտության հետ համահունչ։ Հա, չէ, էլեկտրոն։ Ճիշտ։ Բայց swing-ը կա ամեն դեպքում, swing-ը կա ջազին բնորոշ։ Իսկ ջազ կոնկրետ որտեղից է սկսվել նախասիրությունները։ Երաժշտական կրթություն ունեի, նույնքը սիրողական բնույթի երաժշտությունը տայից մոտ, նույնը նկարչությունը, սիրողական բնույթի ուղղակի նախասիրություն։ Ստելայի հետ հանդիպել ենք քաղավիացիայում, մենք գոլեգաներ էինք, որը ժամանակ աշխատելուց հետո նկատել ենք իրար, փոխադարձ վստահությամբ, փոխադարձ սիրով, ընտանիք ենք կազմել։ Ինչ էիք անում դուք այդ պերիոդ քաղաքավիացիայում։ Ասեմ, որ Սևակը իմ անմիջական ղեկավարն է եղել։ Բայց որպես ինչ էիք աշխատում։ Որպես գործավար։ Եվ քանի տարի եք շփվել նախքան ամուսնանալու։ 1.5 Դե քիչ է։ Ծնողները ոնց նայեցին, որ ասեմ, որ ծնողները ավելի աշխատանքի բերումով ավելի վաղուց ճանաչում էին միմյանց։ Հասկացա, այսինքն